Ողջույն, շողակաթի եթերում ձայնագրի ամփոփիչ թողարկումն է։ Մեր երաժշտական աշխարհի ամենահետաքրքիր ու կարևոր իրադարձությունների մասին ենք խոսելու առաջիկա րոպեների ընթացքում։ Այսօրվա թողարկման մեջտեղ գտած թեմաների մասին նախ համառոտ։ Երկար սպասված հյուրախաղեր։ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը հյուրընկալվեց իտալական 4 փառատոներում։ Սեպտեմբերի 12-ին Երևանյան միջազգային 8-րդ փառատոնի մեկնարկն էր։ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը հրավիրյալ դաշնակահարի հետ միասին կատարեց ռուս դասականների երաժշտություն։ Մենակատարների պետական անսամբլն ու 5 հրավիրյալ մենակատարներ կին դիրիժորի ղեկավարությամբ։ Անուշ Ափոյան, Վահագն Հայրապետյան, Սիմոն Դոլմազյան և Արմեն Թութունջան։ Ուլիխանյան ակումբում երեկոյի թագուհին ջազն էր։ Նորից ուրբաթ էր և բարդերի ակումբում ջերմ ու անկեղծ մթնոլորտ էր։ Այստեղ բոլորն իրար հարազատ են։ Ամառային հանգստից հետո բարդերի երկրպագուների առաջին հանդիպումը ակումբում էր։ Երկար սպասված հյուրախաղեր գրեթե 4 տարի անց։ Օգոստոսի 26-ից 30-ը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը անցկացրեց Իտալիայի տարբեր քաղաքներում, մասնակցելով երաժշտական 4 միջազգային փառատոնի։ Ճանապարհածախսը հոգացել էր Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Ապենինյան թերակղզում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը 4 համերգ ունեցավ տարբեր քաղաքներում, մասնակցեց 4 փառատոնի։ Առաջին համերգը Ռիմինիում էր, օգոստոսի 26-ին Միթինգ երաժշտական փառատոնում, որտեղ քաղաքի պատվին հայ երաժիշտները կատարեցին Չայկովսկու Ֆրանչեսկա դա Ռիմինի նախերգանքը։ Այդ օրը մենակատար Անուշ Նիկողոսյանը և ֆիլհարմոնիկ նվագախումբը Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ նվագեցին նաև Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը։ Չափազանց մեծ դահլիճ էր, իսկապես նման մեծ դահլիճում գուցե ելույթ չէի ունեցել դեռ, եւ իհարկե դրա պատճառով հնչողությունը միշտ տարբեր է, թե ինչպես ենք մենք այստեղ փորձել Արամ Խաչատրյանի դահլիճում եւ այնտեղ տարբերությունը շատ մեծ էր եւ ինչպես բոլոր փառատոներում դեպլեցուն էին դահլիճը, փայլուն անցավ այդ համերգը։ Ամենանշանավոր հայ կոմպոզիտորի ջութակի կոնցերտը կատարվեց 4 համերգից 3-ի ընթացքում, 4-րդի ժամանակ ի թիվս այլ գործերի հնչեցին հատվածներ Սպարտակից։ Նվագախմբի երկացանկում Ռիմսկի-Կորսակովի Շահրազադեն էր, Չայկովսկու 6-րդ սիմֆոնիան, Մուսորգսկու Գիշերը Լերկլերան վրա սիմֆոնիկ պատկերը։ Օգոստոսի 27-ին արդեն ֆիլհարմոնիկը ելույթ ունեցավ Չիտա դի Կաստելոյի ազգերի փառատոնի բացմանը։ Ավանդաբար ամեն տարի փառատոնը նվիրվում է մի ազգի։ Այս տարի ամբողջ քաղաքում տեղադրված էին Հայաստանի դրոշները, իսկ փառատոնի մասնակիցները մոտ 10 օր նվագեցին հայ կոմպոզիտորների գործերից։ Բացման համերգից մի քանի ժամ անց նվագախումբն արդեն Մերանոյում էր։ Հանդես էր գալիս միջազգային մյուս հայտնի փառատոնի համերգասրահում Մերանոյի խորհրդանիշ դարձած մոդեռն ոճի Կուրհաուս դահլիճում։ Եթե օգտագործել ֆուտբոլի լեզուն, կարելի ասել, որ մենք մասնակցել ենք աշխարհի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ փուլում եւ լավագույն նվագախմբերի հետ ենք հանդես եկել։ Մեզնից առաջ հանդես եկավ Կորեայի ուրեմն ֆիլհարմոնիկ նվագախումբը, հետո Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Միխայել Պլետնյովի ղեկավարությամբ եւ դրանից հետո Ֆրանսիայի ֆիլհարմոնիկ նվագախումբը Գատի ղեկավարությամբ։ Վերջին ելույթը Ռավելոյում էր Վագներյան կոչվող երաժշտական փառատոնի բացօթյա համերգասրահում։ Այստեղ էլ ավարտվեց ֆիլհարմոնիկի իտալական շրջագայությունը։ Գրեթե 4 տարի Հայաստանի պետական նվագախումբը հյուրախաղեր չէր ունեցել։ Դրա փոխարեն ակտիվ արդյունավետ գործունեություն էր ունեցել հայրենիքում։ Նվագախմբի հրավերով հայկական բեմում ելույթ են ունեցել աշխարհահռչակ երաժիշտներ, դիրիժորներ, մենակատարներ, անսամբլներ։ Ասում են համերգը համերգ է բերում։ Նվագախմբի համար այդ առումով շատ գնահատելի է քառամյա ընդմիջումից հետո առաջին արտասահմանյան ելույթների արձագանքը։ Հայկական ֆիլհարմոնիկի հայտնվելը անվանի փառատոների ազդագրերում եւ 4 հաջողված համերգը արդեն իրենց պտուղներն են տվել։ Հոկտեմբերի վերջին նվագախումբը հյուրախաղերով կմեկնի Գերմանիա և Ավստրիա։
2015-ի մայիսի վերջին հրավեր ունի մասնակցելու իտալական երկու փառատոնի՝ Բրեշիայում եւ Բերգամոյում։ Հուսանք այդ ընթացքում չեն պակասի նաև երևանյան համերգները։ Նվագախմբի ղեկավարները խոստանում են, հայկական բեմում կլինեն նոր համատեղ համերգներ, իսկ երևանյան ազդագրերում կգրվեն նոր անուններ։ Հերմինե Հակոբյան, Վրամ Խանամիրյան, Ձայնագիր։ Հայաստան վերադառնալուն պես ֆիլարմոնիկ նվագախումբը սեպտեմբերի 12-ին ներկայացավ Արամ Խաչատրյան համերգասրահում։ Սեպտեմբերի 12-ից հոկտեմբերի 24-ը համերգասրահում կանցկացվի Երևանյան միջազգային 8-րդ երաժշտական փառատոնը, որն իրականացվում է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աջակցությամբ նախագահի տիկնոջ Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Փառատոնի բացման համերգի համար Երևան էր ժամանել դաշնակահար Կիրիլ Գերշտեյնը ԱՄՆ-ից։ Փառատոնի անդրանիկ համերգով Հայաստանի պետական ֆիլարմոնիկ նվագախումբը բացեց 2014-2015 թվականների համերգաշրջանը։ Իտալիայի հյուրախաղերից հետո նվագախմբի առաջին համերգն է սեփական հարկի տակ։ Արամ Խաչատրյան համերգասրահը գրեթե լիքն էր։ Համերգը սկսվեց Մուսորգսկու «Գիշերը լերկ լեռան վրա» սիմֆոնիկ պոեմով։ Մուսորգսկու երաժշտությունը մեծ ազդեցություն է թողել կոմպոզիտորների հետագա սերունդների վրա։ Սովորաբար «Գիշերը լերկ լեռան վրա» երաժշտական պոեմը կատարվում է Ռիմսկի-Կորսակովի խմբագրությամբ։ Հայկական ֆիլարմոնիկը նվագեց հեղինակային տարբերակը։ Հզոր խմբակի անդամ հանդիսացող կոմպոզիտորի նվագախմբի համար գրված ընդամենը մի քանի գործից ճանաչված է հենց այս սիմֆոնիկ պատկերը։ Այն ըստ ժողովրդական հավատալիքների գունագեղ պատմում է վհուկների գիշերահավաքի խորհրդավոր միստիկ կիսահեքիաթային միջավայրից, սատանայի փառաբանումից իր ծառաների կողմից, չարի տոնահանդեսից բուսազուրկ լերկ լեռան գլխին։ Գործը երբեք չի կատարվել հեղինակի կենդանության օրոք, քանի որ այն չէր հավանում եւ ընդունում ժամանակի զորեղ երաժշտական շարժման ղեկավարը։ Արդեն 8-րդ անգամ անցկացվող Երևանյան միջազգային երաժշտական փառատոնի բացմանը մասնակցում էր աշխարհի լավագույն դաշնակահարներից մեկը՝ Կիրիլ Գերշտեյնը։ Երևանյան բեմում ֆիլարմոնիկ նվագախմբի հետ ռուսական ծագումով ամերիկյան երաժշտի արդեն երկրորդ համերգն է։ Կատարվեց Ռախմանինովի դաշնամուրային երկրորդ կոնցերտը։ Տարբերություն նախորդ տարիների, այս տարի փառատոնը կոնկրետ ուղղվածություն չունի։ Գեղարվեստական ղեկավարները խոստանում են կլինեն լավ համերգներ, հրավիրյալ եւ հայ հայտնի երաժիշտներ, նոր համագործակցություններ։ Կհնչեն Ստրավինսկու, Շոստակովիչի, Չայկովսկու, Շնիտկեի, Վիվալդիի, Մենդելսոնի, Բեթհովենի, Գերշվինի, Բրամսի, Բարբերի եւ այլ հռչակավոր հեղինակների ստեղծագործություններ։ Հոկտեմբերի 24-ի եզրափակիչ համերգում կկայանա Քշիշտոֆ Պենդերեցկու ֆլեյտայի համար կոնցերտի երևանյան պրեմիերան։ Փառատոնի ընթացքում ֆիլարմոնիկը կմեկնի հյուրախաղերի, այնուհետև կվերադառնա։ Իդեպ մեկնարկի համերգի ծրագիրը հիմնականում կազմված էր իտալական հյուրախաղերի ժամանակ կատարված գործերից։ Համերգը եզրափակեց Ռիմսկի-Կորսակովի Շահրազադե բալետային սյուիտը։ Հերմինե Հակոբյան, Վրամ Խանամիրյան, Ձայնագիր։ Սեպտեմբերի 9-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը լցված էր Մոցարտի, Հենդելի, Վիվալդիի երաժշտության հնչյուններով։ Մենակատարների պետական անսամբլը եւ 5 հրավիրյալ մենակատար հանդիսատեսին ներկայացան դիրիժոր Վարդուհի Մինասյանի ղեկավարությամբ։
Համերգը մեկնարկեց ջութակահարուի Թերեզա Նաչարյանի և Ալտահար Գոր Հովանիսյանի ելույթով։ Կատարվեց Գևորգ Ֆրիդրիխ Հենդելի Քսերքսես օպերայի Օմբրա Մայեֆու արիան։ Այս արիան համարվում է գերմանացի կոմպոզիտորի լավագույն գործերից մեկը։ Հատկապես մեծ հռչակ է ստացել ու հայտնի է որպես Հենդելի լարգո։ Մենակատարների պետական անսամբլի գեղարվեստական ղեկավար Զավեն Վարդանյանի առաջարկով նվագախումբն այս անգամ ղեկավարում է Վարդուհի Մինասյանը։ Արդեն 16 տարի է Վարդուհին աշխատում է որպես Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորի ասիստենտ։ Պարզապես շնորհակալություն եմ ուզում հայտնել Զավեն Վարդանյանին, որ այդ շանսը տվեց, որ ես որպես այսօր դիրիժոր, մայստրո պետք է ներկայանամ։ Սոպրանո Սիրանուշ Գասպարյանի կատարմամբ հնչում է Վիվալդիի Բայազետ օպերայի Սպոսա սոն դիսպրեցատա արիան։ Միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիրը հոկտեմբեր ամսին համերգներով հանդես է գալու Գերմանիայում և Ֆրանսիայում։ Համատեղ ծրագրի համերգում հնչեց Մոցարտի դո մաժոր Անդանտեն, ֆլեյտայի և նվագախմբի համար։ Այն ներկայացրեց ֆլեյտահար Գևորգ Ավետիսյանը։ Համերգը եզրափակվեց Կլեոպատրայի արիայով, Հենդելի Հուլիոս Կեսար օպերայից։ Մարի Խաչատրյան, Վրամ Խանամիրյան, ձայնագիր։ Պրոդյուսեր և իմպրեսարիո Նորման Գրանցի շնորհիվ անցյալ դարի 50-ական թվականներին ջազը բարձրացավ մեծ համերգասրահի բեմահարթակ, երբ պրոդյուսերը ստեղծեց ջազը ֆիլհարմոնիայում նախագիծը։ Շատ տարածված է նաև ջազի կատարումը ձայնագրման ստուդիաներում, որտեղ հաճախ հրավիրում են նաև ունկնդիրների, որպեսզի ջազին բնորոշ կենդանի շփումը հանդիսատեսի հետ պահպանվի, սակայն ջազի պատմական հարթակը անշուշտ ակումբն է։ Մեր հետ շատ քիչ է լինում, որ տենց մենակատարներ են հանդես գալու, որտեվ մեր երյակը արդեն ինքը ոնց որ ընդհանուր ամբողջություն է, ես էլ հիմնականում համերգների ընթացքում ինքս եմ երգում, բայց Անուշեն որակն ու այն մակարդակը ունի, որ լրիվ այդ ամեն ինչին կարա մի մաս կազմի էլի։ Անուշ Ափոյանն ինքն է կազմում համերգային ծրագիրը, որոշում գործիքային կազմը, սա համերգից առաջ ամենապատասխանատու պահն է, երբ իմի են բերվում ծրագիրը, հստակեցվում վերջին շտրիխները։ Ուլֆ Հարբորգը մի քանի տարի ապրում և աշխատում է Երևանում։ Այստեղ ամենից շատ սիրում է ակումբային ջազ երեկոները Վահագն Հայրապետյանի և բենդի մասնակցությամբ։ 2 տարի առաջ առիթ է ունեցել լսելու նաև Անուշ Ափոյանին։ Շատ ցավում եմ, որ նա Հայաստանում չի մնալու։ Հայաստանի մեծագույն կորուստը և միևնույն ժամանակ հարստությունն են այս պրոֆեսիոնալ երիտասարդները։ Նրանք իրենց գեղեցիկ ձայնը, բարձր ճաշակը, այս հրաշալի մթնոլորտը կարիքից դրդված մատուցում են այլ հանդիսատեսի։ Ինչ լավ կլիներ, որ մնային և ստեղծագործեին այստեղ։ 2 տարի նրան չեմ լսել, բայց ակնկալում եմ լավ համերգ լսել։ Ջազն այնքան մաքուր երաժշտություն է, որ անհնար է որևէ հնարքով զարդարել այն։ Պարզապես պետք է զգալ ու անկեղծորեն փոխադրել, ասում է երգչուհին։ Ինչպես նաև հին ու նոր ջազ տարբերակումը չի ընդունում։ Ամեն երաժիշտ իր ժամանակի ռիթմով է վերապրեցնում հայտնի ստեղծագործությունները։ Դա անվանում ենք mainstream jazz, այսինքն եկեք ասենք 20-ականներից մինչև 60-ական թվականների գրած ջազը, այսինքն որը որ Ella Fitzgerald-ը, Sarah Vaughan-ը, Billie Holiday և Carmen McRae նրանք երգել և կատարել են, ինչպես նաև մոդեռն բաներ եմ կատարում, բայց այդ նայած ոչ բենդով։
for my cat, put his tie on so he could down. I enjoy procrastinating because I'm busy while I'm waiting to the new way. Ջազային այս ոճի երաժշտությունը ենթադրում է ակումբային հանդիսատես, ակումբային տրամադրություն։ Այս ժանրը տրամադրում է, որ մարդիկ մոտ լինեն միմյանց եւ երաժիշտներին, ասում է Վահագն Հայրապետյանը։ Մարդիկ գալիս են իրանց ինչ-որ մի ծանոթ բան նաև լսելու համար։ Ճիշտ է, դու կարող ես քո օրիգինալ երաժշտությունը ներկայացնել, դա շատ նորովի է, կարող է հնչում է։ Շատ ա եղել օրինակ մեր համերգներին մարդիկ գալիս են անտեղյակ ընդհանրապես այդ երաժշտությունից, բայց համերգի վերջում այդ երաժշտությանը սիրահարված գնում են տուն։ Ու սկսում են փնտրել, ու սկսում են շարունակել։ Համերգային ծրագրում հնչեցին 60-ականների անգլո-ամերիկյան հայտնի ջազային ստեղծագործություններ։ Լիանա Չիչակյան, Գևորգ Հավաքյան, Ձայնագիր։ If you'd surrender for just a tender. Հայկական բարդերը արդեն 6 տարի է ինչ ունեն իրենց մշտական հավաքատեղին՝ Թումանյան 40։ 2008 թվականին 5 հոգուց բաղկացած խումբը պատկերացում չուներ, որ կունենա ոչ միայն համախոհներ, այլև հավատարիմ ունկնդիր։ Ամառային արձակուրդից հետո ջերմ եւ մտերմիկ միջավայրում այստեղ էր համերգաշրջանի բացում։ Հեղինակային երգի սիրահարներն արդեն լավ գիտեն այն հասցեն, որտեղ կարող են ունկնդրել իրենց սիրելի բարդերին եւ հաճելի ժամանակ անցկացնել ջերմ միջավայրում։ 2008 թվականից հեղինակային երգիչ Վախթան Քարությունյանը համախմբեց հեղինակ կատարողներին եւ հիմնադրեց Բարդակումբը։ Ակումբը յուրաքանչյուր ուրբաթ հանդիսատեսին ներկայացնում է հեղինակային երգի համերգներ։ Այսօր հեղինակ կատարողները սկսում են արդեն Բարդային 6-րդ համերգաշրջանը։ Լսենք խորհրդավոր լռությունը ու ձայները սրտերի, հիշենք տարապյալի սուրբ հարությունը եւ լինենք մի քիչ բարի։ 5 տարին ցույց տվեց, որ ոչ թե մարդիկ էս Բարդ ակումբից հոգնեցին, ձանձրացան, այլ հակառակը, ավելի եւ շատացան եւ ավելի հաճախ են գալիս նույն մարդիկ եւ նոր մարդիկ նույնպես։ 6-րդ համերգաշրջանի բացումն անում է Սարգիս Շիբոյանը։ Նա Բարդ ակումբի մասին մի երգ ունի։ Արդեն հարազատ շատ անկեղծ դեմքեր։ Սեղանների շուրջ սպասում են ուզվում։ Այստեղ բոլորս ընկերներ ենք։ Տարիների ընթացքում մեր հանդիսատեսի հետ մտերմացել ենք, քանի որ մենք սովորական երգիչներ չենք, մեր համերգներն էլ անսովոր ֆորմատ ունեն, ասում են բարդերը։ Ինչ կարևոր գաղտնիքը դվածել, բարձի գիտնային հաստերի լսով, ուջերը քնշությամբ շուրթերը դոցել։ Գինի, մոմեր եւ կիթառ հեղինակային երգի սիրահարներին ավելի ոչինչ պետք չի Բարդային համերգը վայելելու համար։ Այս բեմը ինքը այդպես պայմանական բեմ է եւ ավելի շատ անկեղծ միջավայր է տիրում։ Բոլորն էլ ծանոթանում են այն անկեղծությանը, որ ներկայացվում է երգի տեսքով։ Ինքնաբերաբար ստեղծում այն մթնոլորտը, որ այդ անկեղծությունը նաեւ փոխանցվում է եւ հարաբերություններին։ Դա արդեն հարազատացել ենք։ Շատ ծանոթ ու սիրված հարազատ ստվերներ, կարոտի կանթեղներն են վարում, կոստից ծնված, փոքրիկ լավտերներ, նշներով են ճապան, դեպի տուն։ Հեղինակ կատարողները բացի ակումբային համերգներից այս տարիների ընթացքում ունեցել են նաև տարբեր միջոցառումներ, բարեգործական համերգներ եւ թողարկել են սկավառակներ։ 2009 թվականին թողարկվել են հեղինակային երգի հավաքածու համար 1, իսկ 2012-ին համար 2 գիրք սկավառակները, որոնք ներառում են ոչ միայն հայ բարդ հեղինակների երգերը, այլև դրանց ակորդներն ու խոսքերը։ Ոմանք գալիս են ոչ մահանա, նախորդ կյանքից ինչ-որ պարտք ունեն, ոմանք գալիս են, որ մեզ դիմանա, ու կարծես այլ նպատակ չունեն, ոմանք գալիս են, որ երգ հորինեն։ Հուսով եմ, որ այս տարի նոր ուժեր էլի կհամալրենք, որովհետև ակումբը բոլոր երգահաների համար բաց է
եւ նրանք, ովքեր փորձում են գիտարային երգին մի քիչ մոտենալուց հետո արդեն ներկայացնել եւ մի քիչ արդեն սովորում են դրան, այս բեմը բոլորի համար դառնում է շատ հարազատ։ Մինչ կեսգիշեր գիտարը իրար փոխանցելով հեղինակային երգիչները տարբեր տրամադրությունների երգեր են կատարում։ Բարդերի խոսքով իրենց երկրպագուները խոսքի եւ գիտարի համադրության սիրահարներ են եւ բարդակում բնման մարդկանց Երևանում ալտերնատիվ տիրույթ տրամադրելու լավագույն օրինակն է։ Իսկ հետո հոգնած ու թախծով գուցե վերջապես գտնի իր հասան։ Մարինե Քոչարյան, Վրամ Խանամիրյան, Ձայնագիր։ Նարեկացի արվեստի միությունը Տիգրան Մանսուրյանի 75-ամյակի կապակցությամբ կազմակերպում է մանսուրյանական օրեր, որոնց շրջանակում անցկացվելու է կոմպոզիտորի արվեստին նվիրված դասախոսությունների շարք։ Դասախոսությունները կայանալու են սեպտեմբերի 16-ին, 17-ին և 18-ին ժամը 19-ին։ Սեպտեմբերի 16-ին բանախոսները կլինեն Տիգրան Մանսուրյանը և Աշոտ Զոհրաբյանը, թեման Մանսուրյանը և ավանգարդը։ Սեպտեմբերի 17-ին Մանսուրյանը և ութունականները խորագրով դասախոսություն կկարդա Արթուր Ավանեսովը։ Սեպտեմբերի 18-ին բանախոսը կլինի Մհեր Նավոյանը։ Դասախոսության թեման է Մանսուրյանը և հայ արվեստը։ Մանսուրյանական օրերը կամփոփվեն սեպտեմբերի 19-ին, ժամը 19-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայանալիք գալա համերգով, որի ընթացքում կներկայացվի Նարեկացի արվեստի միության լույս ընծայած կոմպոզիտորի խմբերգերի ձայնասկավառակը։ Գալիք շաբաթ սպասվող մյուս համերգներին ծանոթացեք դիտելով հաջորդ տեսանյութը։ Սեպտեմբերի 15-ին Երևանյան 8-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում մենահամերգով հանդես կգան Մեծ Բրիտանիայից ժամանած դաշնակահար Էշլի Վոսը և ջութակահար Բորիս Բրովցինը։ Ծրագրում Ջոն Կորիլիանո, Կարմիր ջութակի կապրիսներ մենանվագ ջութակի համար, Սամուել Բարբեր դաշնամուրային սոնատ, Իգոր Ստրավինսկի իտալական սյուիտ, Լյուդվիգ վան Բեթհովեն կրեյցերյան սոնատ։ Երևանյան փառատոնի շրջանակում սպասվող մյուս համերգը սեպտեմբերի 17-ին է։ Էշլի Վոսն ու Բորիս Բրովցինը և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգան իտալացի դիրիժոր Պիետրո Ռիցոյի ղեկավարությամբ։ Արամ Խաչատրյան համերգասրահում կհնչեն Լյուդվիգ վան Բեթհովենի Էգմոնտ և Յոհաննես Բրամսի ողբերգական նախերգանքները, Ջորջ Գերշվինի դաշնամուրային և Յան Սիբելյուսի ջութակի կոնցերտները։ Համերգների սկիզբը ժամը 19-ին։ Գալիք շաբաթ Արամ Խաչատրյան համերգասրահում սպասվող մյուս համերգը սեպտեմբերի 16-ին է։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և DJ Switch-ը Մեծ Բրիտանիայից երեկոյի ընթացքում կկատարեն Գաբրիել Պրոկոֆիևի կոնցերտը ձայնարկչի և նվագախմբի համար, Մայլզ Հենքոքի կոնցերտը ձայնարկչի, բիթբոքսերի և նվագախմբի համար։ Բիթբոքսեր կնվագի Բագրատ Տերտերյանը։ Ստեղծագործությունները առաջին անգամ կհնչեն Հայաստանում։ Դիրիժորը Սերգեյ Սմբատյանն է։ Համերգի սկիզբը ժամը 19-ին։ Տրավիատը իտալերենից թարգմանվում է որպես ճշմարիտ ուղուց շեղված։ Այսպես է կոչվում Ջուզեպե Վերդիի օպերան։ Իր ժամանակի համար շատ համարձակ սյուժե, գլխավոր հերոսուհին կուրտիզանուհի է։ Նա ինքնամոռատ սիրահարվում է և հանուն սիրելի տղամարդու պատրաստ է ցանկացած զոհաբերության։ Հոլիվուդյան հեփի էնդը իտալական օպերայում անընդունելի է, ուստի գլխավոր հերոսուհին կնքում է մահկանացուն և անմահացնում իր սերը։ Սեպտեմբերի 17-ին Տրավիատան կարելի է ունկնդրել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Դիրիժորական վահանակի առջև կկանգնի Միքայել Վենդեբերգը Շվեյցարիայից։ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը սեպտեմբերի 18-ին ժամը 19-ին ներկայացնում են համերգային երեկո Սլովակիայի օպերային աստղերի մասնակցությամբ։ Սլովակիայի օպերային աստղերը Հայաստանում խորագրով համերգին մասնակցում են տենոր Պավոլ Բրեսլիկը, սոպրանո Մարտինա Մասարիկովան, մեծոսոպրանո Թերեզա Կրուժլյակովան և դաշնակահար Ռոբերտ Պեչանեցը։ Ծրագրում Վերդիի, Ռոսինիի, Դոնիցետիի, Ալաբիևի, Չիլեայի ստեղծագործություններն են։ Սեպտեմբերի 18-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա հնագույն երաժշտության տաղարան համույթի համերգը։ Մենակատարներ Մարիամ Մնացականյան, մեծոսոպրանո, Լիլիթ Խաչատրյան, սոպրանո և Ջուլիետա Խաչատրյան, դաշնամուր։
Համերգի սկիզբը ժամը 19-ին։ Երաժշտությունը չի ստում։ Եթե աշխարհում որևէ բան հնարավոր է փոխել, ապա միայն երաժշտության շնորհիվ, մեկ առիթով ասել է ամերիկացի կիթառահար երգիչ Ջիմի Հենդրիքսը։ Կհանդիպենք մեկ շաբաթից ցտեսություն։